տեսնես կհասցնեմ կոֆես խմեմ նոր գնամ բարիլի սիրելի հետևորդներ ոնց է սա իմ կոֆեն թող արագ լինի ձենը եկավ այս վերջերս քիչ եմ կոֆե խմում չգիտեմ ինչի աշխատավայրում ընդհանրապես չեմ կարողանում խմել Ոյ գորջուրս եմ մոռացել խմելու մասին խոսեցի ու հիշեցի ասեմ որ երեք այդ մեկ բաժակ գորջուրը խմել եմ ինձ ահագին թեթևացած եմ զգում ու ջրի տարբերակը ինձ օգնում է շատ է օգնում դե պիտի մի քիչ էլ ծննդակարգը տեսնեմ ինչա մի քիչ նիհարեմ այդպես չի լինի թող գոլանա ջուրը խմեմ նոր կոֆես Չիայի սերմերը եմ մածունով, դեղցով կերել շատ լավ օգնում է երեկոյան պետք է թեթև սնվել բանջարեղեն հիմնականը սպիտակուցային տենց սնունդ որ պարունակում է սպիտակուց թեթև կսնվեմ մի քիչ կնիհարեմ Թե չհասցնեմ ոչինչ, կոֆես չեմ խմի, խնդիր չի, ավելի լավ է ջուրը խմեմ։ Ոնց եմ մի ուտելիք պատրաստում, ասում, ես ինչ համով է, նույնը չեմ կարող ասել այս ջրի համար, որովհետև մի քիչ տհաճ է գոր ջուր խմելը։ Գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց իմ դեպքում կասեի առողջությունը, որովհետև ծանրանում եմ, դժվար եմ շարժվում այս կողմ այն կողմ, անիհար շատ լավ է իրոք։ Վսնազոհինգ ես տանում, հասցրեցի, սա պետք է ինձ հետ վերցնեմ, կոֆեսը սառեց, այ լավ էլի, սենց կոֆել չեմ սիրում։ Սկսեց եռալ, լավ ինքը չի բարձրանում։ Գնամ խմեմ, հեռախոսը եմ դեպի ինձ խմելու ընթացքում, որ զանգեմ տեսնեմ, թե չէ նկարելուց ձայնը չի լսվում։ Ծաղիկներ բերեմ, մի հատ ուրախանամ ծաղիկներովս, հոտ քաշեմ, առավոտ շուտ, թույլ է։ Ծաղիկներ բերեմ, սիրուն ջան քո ճամփեն, զուգ եմ զարդարեմ, չիմանաս թե ով եմ եղել ես։ Լավ եմ երգում, բաղաձայն եմ, բայց երգում եմ, էշը ցեխից հանում եմ սիրելի հետևորդներ ջան, գրեք տեսնեմ դուք ոնց եք, բայց կարելի է մի օր ուղիղ եթերով միանալ, տեսնեմ, ուզում եմ միանալ ուղիղ եթերով, տեսնեմ ինչ եք գրում, ոնց եք, ջրից հետո ավելի տհաճ է, ոնց որ էլ չուզենամ, ցանկություն չառաջանա կոֆե խմեմ։ Այսօր ինչ պատրաստենք, ինչ սարքենք, ինչ ուտենք, նենց մտքովս խաշ է անցել, որ խաշ ուտենք, երեխեքն էլ են ուզում, որ խաշ ուտեն, մեր կողմերը տենց լավ խաշ, տեսնեմ որտեղ են տալիս, գնանք ուտենք, Երին ասում է Երևանում կա, Քյամանչայում, արի գնանք ուտենք, բայց թե այդ խաշն էլ կերար,
Պիտի սխտորել ուտես, սխտորել կերար, տրանսպորտ ոնց ես նստելու գաստուն, մի քիչ տհաճ ա լինում, ճիշտ է այդ պահին դու չես զգում, բայց կողքիններդ զգում են, գոնե մեր տարածքում լինի, կեթան կուտենք, սուսպուս կգանք տնիքերս։ Միգուցե ինքն է միանա մեզ, որ այն հետաքրքր ասել, հետևորդույները չասեն ուր է ամուսինդ, չնայած ես չեմ մեղադրում, մարդ են նայում են, տեսնում են, պետք է գրեն, հարցնեն, մտածում են ես միայնակ կին եմ, միայնակ եմ մեծացնում երեխաներիս, բայց ոչ աշխատանքի բերումով աշխատում է գործը, որ մարզում տենց ասած տենդերը շահում է, գնում են աշխատանք, ինձ նոր հետևորդների համար եմ ասում, որ գրել էին աս որտեղ ես աշխատում, դե բազմիցս ասել եմ, պարզային մարդիկ են գրում, որ նոր են միացել, ես հիվանդանոցում դիալիզի բաժնում սանիտար եմ աշխատում, մտածեցի, թե անձրև ա եկել, ավելի լավ թող չգա, և ես պետք է մտածեմ մասուր հավաքելու, ինչ որ մի լավ տեղ գտնեմ, որ ահագին գոնե մասուր բերեմ, պետք է ինձ շատ պետք դե ձմռանը հոպարապ չեմ մնա, պետք է օղի թորեմ, օղի թորել ասեցի, հիշեցի, տեսնես իմ թթի ջեջը հասելա, թե չէ, գնամ բերեմ, էդ էլ փորձեմ, հասցնեմ, մի հատ տեսնենք, ինչ ա լինում, սա թթի ջեջա, թթի օղի պետք է լինի, առավոտ լավ ա, որ շուտ հլնեն թորեն, դե արագ եռա էլի, դի լավ եռա, նոր լուծկյով վառենք, մի հատ մինչև ես չոփը կպցնենք, չէ, չի հասունացել, լավ ա, բայց ուզում էր վառվեր, հանգներ, երևի մի քանի օրից ինքը կհասունանա, ես լցնեմ աղբը, էդ էլ առավոտ շուտ իմ գյուտերը, ես էլ հասցրեցի, բայց դեռ ինձ չեն զանգել, ոչինչ որ չեն զանգել, ձեզ ասում եմ բարի օր, լավ օր, այն ովքեր էլ մի քիչ նեղված են, մի քիչ նեղություն կա իրենց սրտում, մի նեղվեք, ամեն ինչ լավ կլինի, ասթե մի դուր փակվում է, Աստված գոնե մի պատուհան բացում է, հույսներդ երբեք չկորցնեք, լավ եղեք, կհանդիպենք աշխատանքից հետո տանը, աշխատանքից վերադարձել եմ, ինչպես տեսնում եք, արդեն տանն եմ և ուգալոկի անկյունակի աթոռներն եմ լվանում, ես մեկը լվացել եմ, համարյա տեսեք ջուրը մաքուր է թափվում, մեզ մեկն էլ այսպես են քանդել դրել, տարբերությունը մի հատ տեսեք տարբերությունը, այսպես հեղուկ եմ լցնում ու ես նաշսադի դեղին բանից եմ փչում, ոչ էլ գույն ա տալու, ոչ էլ եսի ինչ, մի հատ էլ վերջին անգամ էլի, տեսեք արդեն մաքուր է, փրփուրը սպիտակ է և ասեմ, որ մաքուր լինելն էլ շատ լավ բան է, որ թարմության հոտ, պետք է սա ամառ անել, թե ինչի չարեցի, էլ ուշ չի, մի քանի օրվանը կչորանա, փրփուրը մաքուր կարևոր է, տաք ջրով լավ լվանում եմ, այսպես,
լավ թող մաքրվի։ Սա փորձեմ այսպես ջուրը միջից հանել։ Արդեն պարզ է իմ աշխատանքը, ինչ եմ անում։ Այսօր ես սալոր եմ գնել, ասեմ, որ այս սալորը հիմա է հասնում, ընտիր սալոր, համեղ, պինդ, կորիզը փոքր, իսա կբերեմ մոտիկի ցույց կտամ, վերցրեցի, ինչ անեմ, 250 դրամով եմ վերցրել կիլոն, չգիտեմ, կիսեմ չիր անեմ, թե կոճը փորձեմ, այսպես ցուկատանեմ, չեմ իմանում, ջրի ապարատ էլ դե ունեմ, կարող եմ սարքել, մի հատ բերեմ ցույց տամ, դուք է տեսեք, գայթակղիչ տեսք, նայեք, ինչ լավն է, չէ, այն օրվա այն լոլիկների պես, որ լոլիկն էլ էր, չէ, այս գույնի, ահա, լավն են, չգիտեմ, ինչ անեմ, մի հատ էլ լվանան բերեմ, ինքը արդեն ճաքել է, հեշտ, փոքր կորիզ ունի, չգիտեմ, ուրաբա կլինի, չիր կլինի, ինչ կլինի, առը բերել եմ, լավն է, այստեղ ես չորացրել եմ ռեհան և դաղց, լցնեմ տոպրակը, շատ լավ չորացել է, իհարկե շատ էլի չորացրել եմ, այսպես քիչ բերել եմ ու չորացրել եմ, դաղցը լցնեմ, հավի թևեր եմ վերցրել, հալվի դնեմ ջեռոցը կարտոֆիլի հետ, այսօրվա զակասն է, պատվերն է, ինչ աղ է Աշոտ ջան, չես կերար էդ դամբուլից, հե, լկեր, հա, համում, դաղցն է լցնեմ, դաղցը ասեմ, որ թեյի հիմնականը դաղցով թեյ են խմում ու մեկ էլ տենց մսերի վրա էլ, օրինակ ջեռոցը որ միս էլ դնեն, կարող են մի փոքր դաղցել հետը խառնել կամ ուրցն էլ է շատ լավը, ուրցով էլ կապեմ, սա ինչ հոտը տարածվեց, ես միսը տեսնես չի հալվել, թվում է ջրի տակ ավելի լավ կբացվի, սարքելն ինձանից, պատվիրելն ու ուտելը իրենցից, ահա, սա այսպես, կարտոֆիլն էլ այնպիսի չափ անեմ, որ լավ լինի, էպվի։ Բոլորը լցնեմ, հետո կխառնեմ։ Աղ, մի փոքր մարզա, ցիտրոն, քիչ եմ անում,
սարքած կարմիր բիբարը մի փոքր այսպես վերցնում եմ ու լցնեմ այստեղ։ Մի հատ լավ այսպես խառնում եմ։ Ավելի համեղացնում եմ, փափուկ պահում, այսպես։ Մի փոքր էլ բուսայուղ եմ էլի լցրել տապակի մեջ ու շարեմ։ Մեկը ոնց էլ շարենք, լցնենք, ուղիղ դնենք, ծուռ դնենք, համով է լինելու։ Քիչ էլ արեցի, որ չմնա խորժակով ուտեն։ Ոյ որ ես փախնում, շտապում է։ Այսպես, ահա, շատ է լինում, լավ չի եփում։ Այսպես։ Այս իրա բուսայուղն է։ Ջեռոցն էլ տաքանա, նոր եմ միացրել, որ հավեսին եփվի։ Պետք է ջերմաստիճանը լավ տենց բարձր լինի, ցածր լինի, դնում ես այն չի լինում։ Տեսնենք, հապա լավ տաքացել է։ Դե սա գնաց ջեռոց։ Թողեփվի, ես էլ ձեռքի հետ ինչ անեմ, այստեղ մի հատ մաքրեմ սենց ու թթուն հանեմ, թթու որ դնեմ, սա էլ իմ են թթուն է, որ հիշում եք խաղորը թթու եմ դրել, էլ լոլիկ, էլ ծաղկակաղամբ, էլ բամյա, խթա, էլ որն ասենք, էլ որը, միացտե նայեք, ինչ լավ է եղել, պղպեղ, կծու էլ եմ արել, կծու թթու, ասեմ, որ Աշոտը ծաղկակաղամներն է սիրում, փոքր կաղամբ կհանեմ, գազար, ծաղկակաղամբ, ուր են կորել ծաղկակաղամները, տակնու վրա անենք, վճարենք։ Մի հատ էլ լոլիկ, բամյա, լցնեմ այստեղ մերի համար, ընդմիջման համար դնեմ, ասեմ, որ այս պաների ամանները պահում եմ, ենքան հարմար է նման բաների համար, երին էլ, լավ ես կտրատասներից սիրում դասավոր եմ, երեխեն կտանի գործի տեղը կուտել, կտրատաս տարբերակը հարմար է,
Աղջկա հետ սիրուն հացեր դնենք, թթու, մթու, հարմար աման, վերջ։ Ու լավ է, որ պահում եմ, թող տանի, հարմար է ընդմիջման համար։ Նորից կսարքեմ կարմիր բիբար, ունեմ տանը։ Սենց կարմիր բիբար էլ դնեմ տանես։ Ուտում եք, չէ, բոլորով եք ուտում։ Անպայման։ Այդ դամբուլից է կդնեմ։ Մասուրի սոկ է սարքեմ տանես։ Էսի, լավ, էսի սենց դնեմ, ստեղ թող սառը մնա։ Տեսնենք էլ ինձ սարքենք, բա հիմնական ուտելիքը ինձ սարքենք։ Մասուրի սոկ սարքեմ։ Դամբուլը։ Կտանես էդ էլ կուտեք։ Մազերը հնդկական յուղ է սկսել, հոտը գալիս է։ Ես արտաշատից են տվել, արտաշատսկի է, հա, զգացի, որ հնդկական յուղի հոտ է գալի, մասի մերին ուրեն մազերը յուղել եմ, բակո մասուրը բերեցի, ասեմ, որ լավ լվացի, ու տնեմ կացայի մեջ, տեղափոխեմ, որ հաց դնենք, հաց ուտենք, ուй, ծուխը, մուխ, ծուխ, սեր է բուսել, հա, եկեք լավ երեխեք նստեք, աշոջան, նստեք մերի, սեղանը քաշի, սիրուն դրեք, հե? Արի հացկեր, կարմիր հավեսի նեղավ, մնաց համը, ես թվում է համն էլ ընտիր կլինի, դե որ կարմրել է, լավ տեղը տեղին, ուրեմն ընտիր է, չէ աշո։ Թոքաբոր բնգար, ծուխեր է, ջերոցը որ միացնում ենք, լավաշել կա, լավաշակերներ չեք, որ մենք հացակեր ենք, ավելի շատ ենք սում, են աղջիկը չեկավ, չէ, ոնց, սենց, հելայսի, այո նստենք մեր հացը ուտենք մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի ախորժակ,